Բարին ընձես։ Այսօր հայ առաքելական Սուրբ եւ Ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Գյուրեղ Երուսաղեմացու հիշատակության օրը։ Սուրբ Գյուրեղ Երուսաղեմացի հայրապետը, որ եկեղեցու 12 վարդապետներից մեկն է, տիրապես եղավ Երուսաղեմի աթոռի պարծանքը, որովհետև Տյառնեղբայր Հակոբոս Արդարից հետո Աստվածակող քաղաքի բոլոր եպիսկոպոսների մեջ նա հանդես եկավ որպես մեծանուն եւ բազում արդյունքներ տված հովիվ, թողնելով լուսափայլ վարդապետությամբ հարուստ ժառանգություն։ Բարեպաշտ ծնողների զավակ էր։ Հավանական է, որ ծնվել է Երուսաղեմում, ուր մեծացել եւ կրթվել է աստվածպաշտությամբ ու աստվածային գիտությամբ։ Հույժ գիտակ էր հին եւ նոր կտակարաններին, ինչպես նաեւ քաջատեղյակ արտաքին գիտություններին եւ փիլիսոփայությանը։ Նա աչքի էր ընկնում իր անարատ վարքով, սիրելի էր Աստծուն եւ մարդկանց։ Դեռևս մանկուց առաքինությունը ցանկալի էր նրա համար, որի համար ընտրեց սրբակրոն եւ ճգնավորական կյանքը։ Առանձնացավ եւ իր անձը մատնեց պահեցողության, ճգնությունների, աղոթքների ու հոգեվոր կրթության, քաջածանոթ եղավ Սուրբ Գրքի խորհրդախորհուրդ իմաստներին եւ հոգելից հայրերի ավանդություններին, սկսած առաքյալներից մինչև իր օրերը։ Նա լի էր իմաստությամբ, առատապես հարուստ վարդապետությամբ, որով էլ զինված մարտնչում էր ընդդեմ ժամանակի բյուրատեսակ աղանդավորների, հեթանոսների եւ հրեաների։ Այդ պատճառով արժանապես եկեղեցու սարկավակ ընտրվեց Երուսաղեմի Սուրբ Մակար հայրապետի կողմից։ Եվ ապա մոտ 335 թվականին նրա հաջորդ Մաքսիմոս հայրապետի ձեռամբ քահանայական կարգ ստացավ։ Սա այն Մաքսիմոսն է, ում կռապաշտների հալածանքների ժամանակ Քրիստոսի անվան եւ հավատի համար նրան զրկել էին աջ աչքից եւ ջախջախել աջ սրունքը։ Աթորանիստ եկեղեցում սովորույթ կար, որ ժողովրդի առջև խոսեին ընտրված 1, 2 կամ ավելի քահանաներ, որից հետո գալիս էր եպիսկոպոսը հովվական իշխանությամբ բեմից քարոզելու համար։ Իր սքանչելի վարդապետության համար երանելի Գյուրեղը Մաքսիմոսի կողմից կարգվեց որպես քարոզչության առաջնորդ եւ վարդապետների վարդապետ։ Եվ գրեթե բոլոր կիրակի օրերին ինքն էր, որ իբրև հայրապետի փոխանորդ սփռում էր իր քարոզները ժողովրդին։ Սակայն նա առավել ծանր գործ ուներ։ Պետք էր իշխինություն եկեղեցու կարողանար մեծ իմաստությամբ եւ զգոնությամբ ընդուներ ամեն տարի հեռուներից Երուսաղեմ եկող ժողովրդին, որոնց մեջ կային իմաստասերներ, գիտակներ, եկեղեցական եւ աշխարհական կարգի երևելի անձինք։ Նրանք մշտապես գալիս էին Երուսաղեմ մկրտվելու Հորդանան գետում, եւ Սուրբ Գյուրեղն էր, որ պատրաստում էր նրանց արժանապես ընդունելու Սուրբ մկրտությունը հայրապետի ձեռամբ եւ նրա քահանաների ու սարկավակների գործակցությամբ։ Այդ ամենի հետ միասին նա մաքրում էր նաեւ ժամանակի ամենուր տարածված հերետիկոսների եւ աղանդների սփռած չար մոլախոտերը, որի համար մեծ ջանքերով կրթում ու ամրացնում էր ժողովրդին, հատկապես ուղղափառ վարդապետությամբ նորատունք հավատ ունեցողներին։ Մաքսիմոս հայրապետի օժանդակությամբ անխոնջ աշխատանք էր տանում այդ առաքելական գործի համար, կրելով մեծ տառապանքներ ոչ միայն չարափառ աղանդավորներից եւ հերետիկոսներից, այլ նաեւ սուտանուն եղբայրներից ու ուղղափառներից։ Քանզի այդ օրերին Նիկեոսուրբ ժողովում պիղծ Արիոսին դատապարտելուց հետո ողջ եկեղեցին ալեկոծվում եւ չարչարվում էր արիոսականների երեսից։ Նրանք Եվսեբիոս Նիկոմիդացու գլխավորությամբ ձեռնամբուխ էին եղել աթոռից հեռացնել երևելի ուղղափառ եպիսկոպոսներին, ինչպես Սուրբ Աթանաս Ալեքսանդրացուն եւ նրա համակիրներին։ Նրանց ենթարկում էին աքսորների եւ հալածանքների, վտարում էին եւ նրանց փոխարեն կարգում չարափառների կամ էլ այն ուղղափառներին, որոնց ակնկալում էին երկդիմի խոսքերով դարձնել իրենց կողմը։ Այդ օրերին գրեթե բոլոր քաղաքներում հակառակություններ եւ գժտություններ կային եպիսկոպոսների եւ եկեղեցու ժառանգավորների միջև։ Սարդիկայի ժողովում եւս, որը տեղի ունեցավ 347 թվականին, սաստիկ խռովություն եւ պառակտում ընկավ եպիսկոպոսների մեջ,
Ուղղափառների մեծամասնությունը մնաց Սարդիկեում Արիոսի եւ նրա հետևորդների աղանդն իսպառ ոչնչացնելու համար, իսկ արիոսամիտ Եվսեբյանները հավաքվեցին Փիլիպպոպոլիսում ընդդեմ ուղղափառների առանձին ժողով գումարելու համար։ Եվ այդպես այստեղից ու այնտեղից միմյանց դեմ վեր ելան նզովքներ եւ շրջաբերական թղթեր։ Սարդիկյաններն ու մնացածները իրենց հռչակեցին Արիոսի հետևորդներ եւ Նիկիոս Սուրբ ժողովի թշնամիներ։ Այս ամենից վարանումների մեջ ընկան շատ եպիսկոպոսներ, ովքեր հակամիտում էին կեսն այն կողմ, կեսն այս կողմ։ Մի մասն էլ կամենալով գնալ միջին ճանապարհով մի նոր կիսաարիոսական հերձված ստեղծեցին։ Մեծ վտանգ էր ինչպես նրանց հաղորդ, այդպես էլ անհաղորդ լինելը, որը լավ առիթ էր նոր հերձվածի առաջացման համար։ Այս իրավիճակում Երուսաղեմի Մաքսիմոս հայրապետը, ում որպես իր առաջնորդի լսում եւ հնազանդվում էր Կյուրեղը, լավ համարեց սիրով ընթരാճ գնալ ամենքին, որպեսզի այդ կերպով թերևս շահի երկու կողմերին։ Եվ երբ առավել զիջեց Եվսեբյանների պատրանքով, Մաքսիմոս հայրապետը ներքաշվեց մասնակցելու Տյուրոսի ժողովին, որը կազմակերպվել էր ընդդեմ Աթանասի, եւ դրանով իսկ հարկադրվեց մասնակցել նաեւ Երուսաղեմի մյուս ժողովին, որը դարձյալ գումարվել էր ընդդեմ Սուրբ Աթանասի։ Այդ պատճառով Մաքսիմոս հայրապետը միառժամանակ համարվեց կիսաարիոսական, հատկապես երբ չանցած Սուրբ Պափնուտիոս խոստովանողի խրատներին, որը եւս հավատի համար զրկվել էր մի աչքից։ Նա Մաքսիմիոսի հետ եղել էր Տյուրոսի ժողովին եւ տեսնելով, որ ժողովը գլխավորողներն ընդդեմ Աթանասի անցել էին չարափառների կողմը, բռնել էր Մաքսիմոսի ձեռքը եւ ասել. «Գնանք այստեղից»։ Հասկացնելով, թե ովքեր մատնում են իրենց անձերը Քրիստոսի սուրբ անվան խոստովանության համար, արժան չէ, որ մասնակցեն Քրիստոսամարտների ժողովին։ Իսկ Մաքսիմոսն այդժամ խելամուտ ու խորամուխ չեղավ չարափառների խորհուրդների մեջ եւ թեպետ միառժամանակ այդպես վտանգի մատնվեց, սակայն հետո հասկանալով արիոսականների խարդավանքները, հեռացավ նրանցից եւ միաբանվեց Սուրբ Աթանասին։ Այն ժամ Մաքսիմոսի հրամանով Երուսաղեմում 15 եպիսկոպոսների մասնակցությամբ ժողով գումարվեց, ուր խոստովանեցին, որ իրենք Սուրբ Աթանասին աթոռից հեռացրել են չարի պատրանքներով։ Դրանից հետո ստորագրությամբ նամակ պատրաստեցին եւ այն ուղարկեցին Ալեքսանդրիա, Եգիպտոսի եպիսկոպոսներին։ 350 թվականին Մաքսիմոսը վախճանվեց եւ Երուսաղեմի աթոռը միառժամանակ թափուր մնաց։ Արիոսականները ջանում էին տիրել այդ աթոռին, բայց ժողովուրդը իբրև արժանավոր առաջնորդի կամենում էր այդ աթոռին տեսնել հայրապետանոցի երեց Սուրբ Կյուրեղին։ Շատ վեճերից հետո գումարվեց եպիսկոպոսատ ժողով, ուր տեղի տալով ժողովրդի ցանկությանը վճռվեց առաջնորդ ընտրել երանելի Կյուրեղին։ Այս ընտրությանը հավանություն տվեցին ոչ միայն ուղղափառները, այլև կիսաարիոսականները եւ ծպտյալ արիոսականներից շատերը, քանզի թեպետ գիտեին Կյուրեղին որպես իրենց աղանդի ջախջախիչ, սակայն ճանաչելով նրա հեզահամբույր վարքը եւ խաղաղասիրությունը, հոժարեցին միաբանվել նրա ընտրության հարցում։ Նրա հայրապետության առաջին տարում կամ երկրորդ տարվա սկզբում 351 կամ 52 թվականին մայիս ամսվա 7-րդ օրը առավոտից մինչև օրվա 3-րդ ժամը երկնքում երևաց հրաշափառ լուսեղեն մի մեծ խաչ, որն իր պայծառությամբ հաղթում էր արեգակի ճառագայթներին։ Այն երևաց Գողգոթայի Սուրբ լեռան վրա եւ ցոլած մինչև Սուրբ Ձիթենյաց լեռը։ Հույժ գեղեցիկ եւ սքանչելի էր, շուրջանակի ծիածանաձև եւ պատված պսակաձև նշույլներով։ Այն բազմությանը երևաց ոչ թե հարևանցի, այլ հայտնապես ու երկար ժամեր ակնարև ամենքին։ Դղրդաց ողջ քաղաքը, մարդկանց ապշած բազմությունը հիացավ ցոլացող Սուրբ խաչի արփիագեղ տեսիլքով։ Բոլոր տեսնողները, թե տղամարդիկ, թե կանայք, թե ծերերը, թե մանուկները, թե բնակիչները, թե օտարականները, թե քրիստոնյաները եւ թե հեթանոսները, իբրև մեկ հոգի դարձած հոծ բազմությամբ ընթացան դեպի Սիոնի մայր եկեղեցին։ Բոլորը միաբերան օրհնում էին Քրիստոս Աստծուն եւ պանծացնում Սուրբ հավատը։ Մեծ ուրախությամբ լցվեցին քրիստոնյաները, իսկ շատ անհավատներ ընդունեցին Քրիստոսի Սուրբ հավատը եւ մկրտվեցին։ Նա ինքը
Սուրբ Գյուրեղ Հայրապետը, ով եղավ այդ մեծ քանչելիքի ականատես վկան, մեծապես գոհություն մատուցեց փրկչին եւ շտապեց թուղթ գրել Կոնստանտ կայսրին, քարոզելով ահազդու հրաշքի փառավորության մասին։ Թեպետ նա լավ գիտեր Կոնստանտի արիոսականների հանդեպ համակրանքի մասին, սակայն նրա սիրտը շահելու նպատակով ըստ կարգի նախ նրան մեծարեց աստվածասեր եւ բարեպաշտ թագավորների պատվանուններով եւ ապա ազդու խոսքերով հորդորեց զինվել Սուրբ Խաչի զորությամբ, ինչպես իր բարեպաշտ հայրը Կոնստանտիանոս թագավորը, եւ նաեւ հորդորեց փայլեցնել իր թագավորությունը աստվածպաշտությամբ։ Չկարողացավ առավել բացահայտ խրատել, որպեսզի նրան չգրգռի ընդդեմ ուղղափառների։ Այս մասին է գրում նաև Ճառընտիրը ասելով. Երանելի Գյուրեղը աղաչական թուղթ գրեց մեծն Կոնստանտիանոս թագավորի Կոնստանտ որդուն, կոչելով նրան բարեպաշտ եւ աստվածային, կամենալով այդպես շահել նրան, որովհետև նա մոլորված էր արիոսականների հերձվածով։ Այստեղ գրեց նաև աստվածային նշանի երևման եւ նրանով բազմության առաստված դարձի մասին։ Սուրբ Գյուրեղի այս թուղթը խաչի երևման տոնի օրը եկեղեցում կարդացվում է ընթերցվածքների սկզբում։ Օրեստորե տարածվում էր Երանելի Գյուրեղի սրբության եւ իմաստության համբավը որպես ուղղափառ վարդապետության ճշմարիտ քարոզչի, որից էլ չարացավ Պաղեստինյան Կեսարիայի չարանենք Ակակիոս եպիսկոպոսը եւ հակառակություն առաջացրեց ընդդեմ Սուրբ Հայրապետի։ Հավաքեց իր արիոսական համախոհներին եւ կիսարիոսականներին, վեճ բորբոքեց Աթոռի պատվականության համար։ Ասում էր, որ Գյուրեղն արժանի չէ ինքնիշխան վարել հովվապետությունը, որովհետև Պաղեստինում իր մետրոպոլիտությունն առավել բարձրապատիվ է, քան նրանը։ Եվ այլ բազում ամբաստանություններ բարդեց նրա վրա, որպեսզի հուսալով կայսեր օգնականությանը արիոսականների եւ այլ աղանդների հետ հաղթի նրան, դատի կանչի եւ հեռացնի Աթոռից։ Գյուրեղը ուշ չդարձրեց նրա ամբաստանություններին, որի համար Հակակիոսը որոշեց ամբաստանել նրան ինքնակալի մոտ։ Այդ ժամանակներում, երբ Պաղեստինում տիրում էր քաղցը, աղքատների բազմությունը դիմեց Սուրբ Գյուրեղ Հայրապետին։ Նրանց կարիքները մեղմելու նպատակով Երանելին իր ամբողջ ունեցվածքը բաշխելուց հետո վաճառել տվեց նաև որոշ բաներ եկեղեցու սպասքից։ Քաջ հովվի այս հայրագութ հոգացությունը եւ կատարյալ ողորմածությունը Ակակիոսին առիթ տվեց, որ Երանելուն համբավեր որպես վնասատու եւ եկեղեցու գանձերի վատնիչ։ Իրեն համախոհ եպիսկոպոսների հետ վերստին սպառնալիքներ տալով նրան հրավիրեց ժողովի։ Եվ երբ Գյուրեղը մերժեց նրա կասկածելի հրավերն ու նրան մերձավոր մոլորամիտ անձանց, Ակակիոսը զայրացավ եւ առանց նրա մասնակցության հեռացրեց նրան Աթոռից իբրև անարժան Երուսաղեմի աթոռին։ Եվ այնքան բռնացավ, որ անգամ սկսեց հալածել Գյուրեղին քաղաքից քաղաք, իսկ ինքը տիրեց նրա աթոռին, մինչև կնշանակվեր այլ մեկը արքունի իշխանությամբ։ Սուրբ Գյուրեղը հարկադրված հեռացավ Երուսաղեմից եւ գնաց Անտիոք, բողոքելով ողջամիտ եպիսկոպոսների մեծագույն ժողովին։ Բայց այնտեղ ոչինչ չկարողացավ անել, քանի որ վախճանվել էր տեղի Ղևոնդիոս եպիսկոպոսը, իսկ աթոռը մնացել էր առանց հովվի։ Եվ քանի որ չէր կարող դիմել այլ երևելի աթոռներին, որովհետև նրանց մեծամասնությունը գտնվում էր արիոսականների բռնության ներքո, ելավ գնաց Տարսոն քաղաք Սիղվանոս եպիսկոպոսի մոտ, ով թեպետ կուսակից էր կիսաարիոսականներին, սակայն չէր էլ մերժում ուղղափառներին, որի համար նա սիրով ընդունեց Գյուրեղին եւ նրան թույլ տվեց Տարսոնի ժողովրդին քարոզել Աստծո խոսքը։ Այն ժամ Ակակիոսը սպառնալից նամակ հղեց Սիղվանոսին Գյուրեղին ընդունելու համար։ Այնտեղ գրում էր, թե Գյուրեղը մերժված է աթոռից եւ պետք չէ հաղորդ լինել նրան, սակայն Սիղվանոսը հորինվածք համարեց նրա խոսքերը, քանի որ խոր հարգանք էր տածում Գյուրեղի հանդեպ եւ նաեւ ակնածում էր ժողովրդից, որ մեծ սիրով ընդունեց Գյուրեղի վարդապետությունը։ Սուրբ Գյուրեղը իր իմաստությամբ շահեց Սիղվանոսին, հեռու պահելով նրան ծպտյալ արիոսականներից եւ կիսաարիոսականներից։
359 թվականին Սելևկիայում գումարվեց 150 հայրապետների ժողովը, որին Սիղվանոսի հետ մասնակցեց նաև Կյուրեղը, ուր նա մեծ ընդունելության արժանացավ բոլորի կողմից։ Այնտեղ գնաց նաև Ակակիոսն իր գործակիցներով եւ առանց պատկառելու ասաց. «Մենք չենք կարող հաղորդ լինել եւ մասնակցել ձեր ժողովին, մինչեւ որ այստեղից չգնա Կյուրեղը, ով հեռացված է եպիսկոպոսական կարգից»։ Հակառակություն ծագեց։ Եպիսկոպոսներից ոմանք իբրև թե խաղաղության հնար գտնելու համար հորդորեցին Կյուրեղին հեռանալ ժողովից, խոստանալով, որ հավատի վերաբերյալ խնդիրների քննարկումից հետո կլուծեն նաև իր իրավունքների խնդիրը։ Սակայն Կյուրեղը հանձն չառավ, որովհետև դա անարգանք էր ոչ միայն Երուսաղեմի Սուրբաթորին, այլև արիոսականների գաղտնացածու քննարկների զորացման բացահայտ նշան էր ընդդեմ իր եւ ընդդեմ ուղղափառության։ Նա ասաց. «Ուղղափառ հավատի խնդիրը կամ կորոշվի իմ ներկայությամբ, կամ ես նախ ցույց կտամ իմ իրավունքը եւ ակակիոսականների բռնությունները»։ Երբ հայրերը հավանության արժանացրին Կյուրեղի այս խոսքերը, ըմբոստացած Ակակիոսը յուրայիններով հանդերձ բարկությամբ դուրս ելավ ժողովից։ Այն ժամ ժողովի հայրերը վճռեցին արդարացնել Սուրբ Կյուրեղին եւ ընդունել նրան որպես Երուսաղեմի Սուրբ Աթոռի արժանավոր ժառանգ։ Ապա կանչեցին Ակակիոսին եւ նրա համակիրներին կանգնելու ատյանի առջև եւ պատասխան տալու ծագած հակառակությունների եւ արիոսականների հետ իրենց համախոհության համար, սակայն սրանք արհամարեցին հայրերին։ Այն ժամ հայրերը մերժեցին նրանց իբրև խռովարարների եւ Արիոսի համախոհների։ Նրանց մեջ նշանավոր էր Եվդոքսիոսը, ով բռնությամբ եւ առանց արքունիքի հավանության տիրել էր Անտիոքիա աթոռին։ Իմանալով այս մասին, Ակակիոսը թույլ չտվեց Եվդոքսիոսին մասնակցել Սելևկիայի ժողովին եւ սրտապնդեց նրան չերկնչել այլ եպիսկոպոսներից, քանզի ասում էր, թե «Կլինեմ քո երաշխավորը կայսեր առջև եւ քեզ կտամ Անտիոքի կամ Կոստանդնուպոլսի աթոռը»։ Ինչպես մեծն Եվսեբիոս Կեսարացին հույժ սիրելի էր մեծն Կոստանդիանոսին, այդպես էլ Եվսեբիոսի հաջորդը անարժան Ակակիոսը պատվելի էր Կոստանդիանոսի որդու Կոստանդի առջև։ Այս իմանալով Ակակիոսը Եվդոքսիոսի հետ գնաց թագավորանիստ Կոստանդնուպոլիս քաղաք եւ մտնելով Կոստանդ կայսեր մոտ չարախոսեց Սելևկիայի ժողովի հայրերից եւ հատկապես Կյուրեղից։ Նա ասաց. «Իմացիր, ով արքա, որ Կյուրեղը վաճառել է այն սուրբ պատմուճանը եւ նաեւ այն ոսկեթելն ապորտը, որը քո օգոստափառ հայր Կոստանդիանոսն ի պատիվ Երուսաղեմի եկեղեցու նվիրել էր Մակար հայրապետին, որպեսզի դրանցով զգեստավորված կատարի մկրտության խորհուրդը։ Թատրոնի միմոսներից մեկն այն գնել է վաճառականների ձեռքից, հագել եւ մտել խաղի, սակայն կաքավելու պահին պատուհասվել է, ընկել է եւ մեռել։ Եվ ահա մոլորամիտ եպիսկոպոսները, որ հավաքվել էին քննելու հավատի խնդիրները, իրենց մեջ ընդունեցին Կյուրեղին եւ մերժեցին մեզ եւ քեզ հետ միաբանվողներին։ Այն ժամ Կոստանդը հրաման տվեց, որ ժողովը գլխավորող 10 անդամներ կան իր մոտ Կոստանդնուպոլիս։ Նրանք եկան եւ կայսեր առաջ հաստատապես հանդես եկան որպես ճշմարտության ջատագովներ եւ ընդդեմ Ակակիոսի համարձակ քարոզեցին ուղղափառ հավատը։ Քարոզիչներից մեկն էր Սիղվանոս Տարսոնացին, սակայն կայսերն առավել հարում էր ակակիոսականներին, որոնց դրդմամբ հրաման տվեց թագավորական քաղաքում գումարել այլ ժողով։ Եվ այդպես 360 թվականին տեղի ունեցավ այդ ժողովը, ուր հանդգնեցին դատապարտել Սուրբ Կյուրեղին եւ նրա համախոհներին որպես խռովարարների եւ մոլորեցնողների։ Հավատ ընծայելով նրանց, Կոստանդ թագավորը հրաման տվեց արտաքսել Կյուրեղին եւ նրա գլխավոր գործակիցներին։ Իսկ Արիոսամիտ Եվդոքսիոսին Ակակիոսի խնդրանքով նստեցրեց Կոստանդնուպոլսի աթոռին։ Այնուհետև Ակակիոսն ամենուր չարիքներ սփռեց։ Գնալով Տարսոն, հեռավոր մի տեղ աքսորել տվեց Սիղվանոսին եւ այլ ուղղափառ եպիսկոպոսներին։ Տարսոնի հովապետությունը հանձնեց հափշտակիչ Գայլ Եվնոմիոս եպիսկոպոսին, իսկ Երուսաղեմում Սուրբ Կյուրեղի փոխարեն միաժամանակ կարգեց
Ոման Եվտիքոս եպիսկոպոսին, ով թշնամի էր գյուրեղին, իսկ ժամանակ անց հանձնեց այլ մեկին։ Այդպիսի չարաբար եւ չարաբարո ավազակների երեսից չէր հանդարտվում քաչովի հոտը։ Երկար ժամանակ եկեղեցին այսպես ալեկոծվում էր զորացած այրոսականների պատճառով, ինչպես որ ժամանակ անց նաև ուրացող Հուլիանոսի հալածանքների պատճառով, բայց Աստված ամեն բան տնօրինեց հոգուտ եկեղեցու։ Այդ օրերին 361 թվականին մեռավ Կոստանտ կայսրը եւ թագավորեց Հուլիանոսը։ Սա որպեսզի հանդես գար որպես խաղաղասեր եւ մարդասեր, միաժամանակ մի կողմ դրեց իր իշխանասիրությունն ու փառասիրությունը եւ հրաման տվեց աքսորավայրերից հետ բերել բոլոր եպիսկոպոսներին, ովքեր տարագրվել էին Կոստանդի հրամանով։ Եվ այդպես Սուրբ Գյուրեղը վերադարձավ աքսորից։ Այս ամենից հետո 363 թվականին Հուլիանոսը շարժվեց դեպի արևելք պատերազմելու Պարսից երկրի դեմ եւ կարճատև դադար տվեց Պաղեստինում։ Այնտեղ նրան դիմեցին Երուսաղեմի հրեաներից նշանավոր անձինք եւ խնդրեցին, որ իրենց ազատի քրիստոնյաներից եւ հրամայի, որ ժողովարան եւ աղոթավայր կառուցեն իրենց համար։ Սակայն նրանց այս խորամանկությունը նպատակ ուներ հնարավորության դեպքում գլխովին վերականգնել իրենց տաճարը։ Այն ժամ անօրեն Հուլիանոսը, ով հորինում էր ամեն հնարք եղծելու քրիստոնեությունը, սկսեց գովաբանել հրեական օրենքները եւ գրվածքները։ Նրանց մեծ ազատություն տվեց, հրամայեց հայտնապես զոհեր մատուցել ըստ Մովսեսի օրենքի, իսկ հրեաները ասացին նրան. օրենքը մեզ հրամայում է զոհեր մատուցել միայն տաճարում։ Արդ պետք է տաճար կառուցվի, քանի որ մենք չենք կարող զոհեր մատուցել այլև այլ տեղերում։ Հուլիանոսը անմիջապես նրանց ընդառաջ գնաց եւ արեց ավելին, քան խնդրեցին։ Նա ասաց. Այն տաճարը, որ Տիտոսը կործանեց, ես կկանգնեցնեմ իր նույն տեղում։ Դուք սկսեք կառուցել, իսկ ես արքունի գանձերից կհոգամ ձեր ծախսերը։ Սակայն նա հոգում էր ոչ թե տաճարի համար, այլ կամենում էր այդ կերպով մարտնչել քրիստոնյաների դեմ։ Հրեաները լցվեցին անասելի խնդությամբ, մեղուների պես հավաքվեցին Երուսաղեմի բոլոր կողմերից, այր թե կին ուրախությամբ գործի անցան։ Բերում էին իրենց զարդերն ու գանձերը ի պետ տաճարի, անձամբ գործակից էին լինում կառուցողներին, փորում էին գետինը եւ գրկով հող կրում։ Եվ ով կարող էր տանել հրեա ազգի հողորտանքները, նրանք պարծենում էին ընդդեմ քրիստոնյաների եւ նախատում նրանց հայհոյելով մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ասես թե եկել հասել էր իրենց թագավորության նորոգումը եւ բոլոր քրիստոնյաների ոտնահարումը։ Այնքան մեծ էր հրեաների ոգևորությունը, որ հոյակապ տաճար շինելու համար քանդեցին անգամ հին տաճարի հիմքերը։ Այն ժամ կատարվեց Սուրբ Գյուրեղի մարգարեությունը, որ մի ժամանակ ասել էր նրանց իր քարոզներում, թե կգա ժամանակ, որ այդ մնացած քարերն էլ պիտի քանդվեն ըստ Տիրոջ խոսքի, լինի պատահմամբ, լինի շինության պատճառով։ Հենց այդպես էլ եղավ։ Հրեաները իրենց ձեռքերով հանեցին հին քարերը, որպեսզի դնեն նորի հիմքերը։ Հողը կիտեցին բլուր առ բլուր, որպեսզի այլ տեղում պատրաստեն շինանյութը։ Եվ արդեն գրեթե ոչինչ չէր մնացել, եւ հաջորդ օրը պիտի սկսեին դնել հիմքերը։ Այն ժամ հավատացյալները, ովքեր համակված էին սգով, եկան հավաքվեցին իրենց Սուրբ Գյուրեղ հայրապետի մոտ, հայտնելու իրենց տագնապը չարագուշակ դեպքերի առթիվ։ Քաչովիվը անվրդով էր եւ խաղաղ։ Նա քաջալերեց եւ հորդորեց ժողովրդին դիմել Աստծուն աղոթքներով։ Մխիթարեց նրանց տերունական խոսքով եւ ասաց. Դուք ինքներդ տեսաք, թե ինչպես կատարվեց Տիրոջ խոսքը, թե քարը քարի վրա չպիտի մնա։ Եվ չկարծեք, թե հրեաները կկարողանան դնել քարը քարի վրա։ Ինքն իսկ վստահ էր իտեր, վստահ էր, որ Տերը պիտի այցելի իր անվան փառավորման համար, որն էլ եղավ, քանզի ահայտ գիշեր, երբ հրեաները որոշել էին առավոտյան սկսել տաճարի կառուցումը, հանկարծ ահագնապես սասանվեց տեղանքը, սաստիկ հողմ բարձրացավ եւ հաջորդեց ուժգին փոթորիկը։ Կրկին դղրդյուն եղավ, որից փլուզվեցին շրջակայքի տները, ուր ժողովված էին հրեա շինարարները։ Նրանք մնացին փլատակների տակ եւ կործանվեցին։
Սաստիկ մրկահողմից հիմքերից հանված հողակույտերը դարձյալ լցվեցին փորված փոսերը, իսկ հիմքերի համար պատրաստված հսկա քարերը քշվեցին հեռավոր տեղեր։ Տաճարի շինության համար բերված բազմակույտ ատաղձը ցիրուցան եղավ ողջ Երուսաղեմ քաղաքով մեկ։ Սակայն այս աստվածասաստ հանդիմանությունից հրեաները չզգաստացան, համարեցին, թե պատահական մի բան եղավ, դիպված էր ուղակի, որի համար առավոտյան հանդգնեցին վերսկսել իրենց գործը։ Սակայն երբ սկսեցին մաքրել փորված հիմքերը, անսպասելիորեն գետնից հուր ելավ եւ այրեց հրեաներից շատերին։ Բոլորը խուճապի մատնվեցին եւ խառնիխուռն փախան շարժվելով դեպի քրիստոնյաների եկեղեցին, որի դռները տեսան, որ բաց էին, սակայն աներևույթ զորությամբ դրանք փակվեցին նրանց առջև։ Հրեաներին թվաց, թե եկեղեցու պաշտոնյաներն իրենց առջև փակեցին դռները, որի համար կամեցան բռնությամբ մտնել։ Եվ ահա նրանց վրա եկեղեցու ճակատից հուր ելավ, ոմանք բոցակիզվեցին, ոմանք կիսաերված փախուստի դիմեցին եւ շատ շատերը պատուհասվեցին։ Երկնքից իջած եւ երկրից ելած հարձակումներ եղան նաեւ տարբեր տեղերում։ Մարդիկ գալիս էին փլատակների տակ մնացած իրենց ազգականների դիերը տանելու եւ հանկարծակի լափող հուրը ժայթքում էր։ Նրանք փախուստի էին դիմում, սակայն հուրը հետապնդում էր նրանց։ Այս աղետը տևեց ողջ օրը, երբեմն մեղմանալով, երբեմն մոլեգնելով։ Կորստյան մատնվեցին տաճարի համար նախատեսված ամբողջ շինանյութը եւ հրեաների բերած ամեն ինչը։ Այս ամենից անհավատ հրեաները խելքի չեկան, չհասկացան, որ Աստծո ձեռքն էր, որ իջավ իրենց վրա, որ խաչարի զորության ահն էր պատել իրենց։ Հաջորդ գիշերը երկնքի մեջ երևաց խաչանման մի մեծ լույս, ասես աստղազարդ եւ ճաճանչագեղ մի նշան, որն իր պայծառությամբ չէր զիջում այն խաչին, որը երևացել էր տարիներ առաջ Կոստանտ Կայսեր օրոք։ Այն եւս տարածված էր Գողգոթայից մինչև Զիթենյաց լեռը։ Այս տեսնելով մեծ խնդությամբ լցվեցին հավատացյալները, քանի որ հայտնի եղավ Փրկչի հաղթության նշանը ընդդեմ Սուրբ եկեղեցու թշնամիների։ Ի հաստատումն այս դեպքերի դրանց հաջորդեց մեկ այլ նոր սքանչելի նշան։ Երբ հրեաները եկան տեսնելու ահազդու խաչը, շատերի զգեստների վրա աստվածային հրաշքով թխագույն, ասես հրից խանձված խաչեր դրոշմվեցին։ Հրեաները չարչարվելով ջանում էին իրենց զգեստներից թոթափել խաչի նշանները, բայց դրանք դրոշմված եւ անջնջելի էին, որովհետեւ այդ կնիքը աստվածադրոշմ էր ի հանդիմանություն նրանց եւ ի փառավորություն խաչապաշտների։ Մինչ քրիստոնյաները զարմացած նայում էին խաչանիշ հրեաներին, նույնօրինակ խաչի նշաններ հայտնվեցին նաև բազմաթիվ քրիստոնյաների վրա, նաև Սուրբ եկեղեցու սպասքի, Սուրբ սեղանի ծածկոցի, գրքերի եւ տաճարի այլ զարդերի վրա, եւ դա ոչ միայն Երուսաղեմ քաղաքում, այլև մերձակա տարածքներում, մինչև Անտիոքի սահմանները։ Հաղթված այս ակնարև եւ ահավոր հրաշքներից բոլոր հրեաները եւ նաեւ Հուլիանոսը ահաբեկվեցին եւ իսպար հրաժարվեցին տաճարի շինության ձեռնարկումից։ Եվ ավելին, հրեաներից եւ հեթանոսներից շատերը ընդունեցին քրիստոնեությունը։ Նրանցից շատերը դիմում էին քահանաներին, աղաչում, որ իրենց ընդունեն եկեղեցու մեջ եւ մկրտեն Տիրոջ սուրբ անվամբ եւ միանան Քրիստոսի հոտին։ Այդ օրերին մեծ ընկյուրեղը փայլեց իր հովապետական առաքելությամբ։ Բոլոր իրեն դիմողներին նա սիրով առաջնորդում էր դեպի Տեր Հիսուս Քրիստոսի փառախը, քաջալերում էր նրանց մխիթարական խոսքերով, հաստատում նրանց սուրբ հավատի մեջ, մկրտելով Տեր Հիսուս Քրիստոսի կնիքով, մեծացնում էր ամեն օր Տիրոջ հոտը։ Մեծ ու շատ հրաշքներ էին կատարվում, որոնց մասին լուրը տարածվեց ամենուր։ Ժամանակի հայրապետներն ու վարդապետները, ինչպես Գրիգոր Աստվածաբանը, Ոսկեբերանը, Ամբրոսիոսը եւ մյուսները, իրենց քարոզներում եւ ճառերում հաճախ էին հավատացյալ հոտի առջև հիշատակում Սուրբ Խաչի զորության մասին, մեջ բերելով այն կատարված հրաշքները, որ եղան Երուսաղեմում։ Էլ չենք ասում այդ ժամանակների պատմիչների մասին, թե ուղղափառ եւ թե այլադավան, ինչեւ իսկ հեթանոս պատմիչները արձանագրեցին այդ հրաշքները ընդդեմ հրեաների։ Երբ անցան հրաշքների օրերը,
շատ անհավատ հրեաներ, ովքեր իրենց նեղության մեջ օգնության էին կանչում Քրիստոսին, դարձյալ մնացին իրենց խստասրտության մեջ։ Եվ Հուլիանոս ուրացողը, ով թեպետ կատարված հրաշքների ականատեսն էր, արհամարում էր դրանք իբրև մոգություններ, ինչպես Մովսեսի ժամանակ փարավոնը։ Եվ երբ պետք է Անտիոքի ու Պաղեստինի կողմերից մեկներ Պարսկաստան, ընդդեմ Քրիստոսի անվան փառքի Երուսաղեմում պատվիրեց կառուցել մեծ ամֆիթատրոն։ Նա ասում էր. խաղաղությամբ պատերազմից վերադառնալու դեպքում այնտեղ գազանամարտ կմատուցեմ իմ կուռքերին, բերել կտամ նորատեսիլ ահարկու գազաններ եւ եպիսկոպոսներին, քահանաներին եւ կրոնավորներին կգցեմ դրանց առջև։ Սակայն հենց նույն տարում նա ինքը չար գազանը Աստծո դեմ ապստամբող եւ ընդդեմ Բարձրյալի ամենազոր աչին ելնողը աներևույթ ձեռքով մեռավ Պարսից երկրում եւ իդերև ելան չարի բոլոր խորհուրդները։ Ըստ եկեղեցու Սուրբ Ավանդության, հավատացյալների եւ հայրապետի աղոթքներով Սուրբ Մերկուրիոսը հայտնվելով խոցեց չարանենք Հուլիանոսին։ Իսկ Սուրբ Գյուրեղը, որ ակնկալում էր նահատակվել Հուլիանոսի ձեռքով, չհասավ իր ցանկությանը, թեպետ ոչ քիչ նահատակություն էր կրում ժամանակի արիոսականների եւ այլ աղանդավորների դեմ ունեցած իր ամենօրյա պայքարներում։ Հուլիանոսից հետո թագավորեց Հովիանոսը, որի օրոք միառժամանակ խաղաղություն տիրեց։ Սակայն մեկ տարի անց, երբ թագավորեց արիոսական Վաղես թագավորը, դարձյալ զորացան չարափառները։ Այդ շրջանում մեռավ արիոսականների ծպտյալ դրոշակակիր Ակակիոսը, եւ Սուրբ Գյուրեղը նրա փոխարեն կամեցավ Պաղեստինյան Կեսարիայի աթոռին անմիջապես կարգել Փիլոմենոսին։ Բայց Գյուրեղի թշնամի Եվտիքոսը բռնությամբ այդ աթոռին կարգեց Ոմն Գյուրեղի, ով չուներ ողջամիտ վարդապետություն։ Սակայն Սուրբ Գյուրեղը չհանդուրժելով այդ Գյուրեղին, նրան պաշտոնան կարեց եւ փոխարենը կարգեց իր քերորդի Գելիասոսին, որը վկայված էր բոլորի կողմից իր ուղղափառ վարդապետությամբ եւ բարի վարքով։ Սակայն շուտով Գելիասիոսն ու Սուրբ Գյուրեղը ակսորվեցին, քանզի 367 թվականին արիոսական եւ Դոքսիոսը, որ տիրում էր Կոստանդնուպոլսի աթոռին, այլ արիոսական եպիսկոպոսների հետ միասին չար խորհրդատվությամբ գրգռեց Վաղես կայսրին։ Նա դրդեց հրաման արձակել, որ ովքեր նախկինում ակսորված են եղել Կոստանդ կայսեր հրամանով եւ Հուլիանոսի օրոք նորից դարձել իրենց աթոռներին, դարձյալ հեռացվեն, քանի որ չեն միաբանվում արիոսականներին։ Եվ այս հրամանը արձակվեց, որով դարձյալ արտաքսվեցին Սուրբ Աթանասը եւ նրա համախոհները։ Արդ Սուրբ Գյուրեղի վտարանդվելուց եւ նրա փոխարեն Երուսաղեմում արիոսական մեկի նշանակվելուց հետո ողջ Պաղեստինում անկարգություն տիրեց։ Համարձակ առաջ եկան արիոսականները, ապողինարականները, հոգեմարտ մակեդոնականները եւ այլ աղանդավորներ, որոնց բազմության դեմ Սուրբ Գյուրեղը մարտնչում էր խոսքով եւ գրով։ Ավելի քան 10 տարիներ տևեց նրա աքսորը, ուր թեպետ բազում նեղություններ ու տառապանքներ կրեց, սակայն երբեք չհուսահատվեց, որովհետև մշտապես ամուր պարսված էր մարգարեական սաղմոսներով եւ աղոթքներով։ Եվ Աստված այցարեց իր ժողովրդին, քանզի երբ 378 թվականին դաժան մահով մեռավ Վաղես կայսրը, եւ նրան հաջորդեցին բարեսեր Գրատիանոսը եւ բարեպաշտ Մեծն Թեոդոսը, շատ ակսորված հայրեր վերադարձան իրենց աթոռներին։ Այդ թվում նաև Սուրբ Գյուրեղը, նաև հայոց Ներսես մեծ հայրապետը։ Սուրբ Գյուրեղը տեսավ իր հոտին ցրված ապականիչ գայլերի կողմից։ Մեծ ջանքեր թափեց մաքրելու իր թեմը բոլոր վնասակար վարդապետություններից եւ անկարգություններից։ Կրեց նորանոր նեղություններ ոչ այնքան չարափառներից, ովքեր զգուշանում էին Թեոդոս կայսրից, որքան յուրայիններից, որոնք թևակից էին արևմտամետներին եւ դեմ էին Գյուրեղին։ Սուրբ Գյուրեղին ձեռք մեկնեց Սուրբ Գրիգոր Նյուսացին, երբ 380 թվականին նա գնում էր մասնակցելու Անտիոքի ժողովին, Երուսաղեմով անցնելիս կանգ առավ եւ ցանկացավ միջնորդ լինել Գյուրեղի եւ այն եպիսկոպոսների միջև, ովքեր չէին կամենում հաղորդվել Գյուրեղի հետ, իբրև թե կիսաարիոսականներին ձեռնադրելու պատճառով։ Սակայն երբ Նյուսացին տեսավ, որ Գյուրեղի հակառակորդները խորշում են նաև իրենից, հուսահատվեց, որ կարող է խաղաղություն հաստատել
եւ վերացնել պառակտությունը։ Այնժամ հրաշեջ տվեց Սուրբ Գյուրեղին, այցարեց տնօրինական վայրերին եւ տրտմությամբ հեռացավ։ Իսկ Սուրբ Գյուրեղը ամեն բան հանձնեց Աստծո ձեռքը, սեր ցուցաբերելով իրեն ատողների հանդեպ, շահեց նրանց սրտերը եւ այդպես կամաց խաղաղություն տիրեց։ 381 թվականին 150 հայրապետների մասնակցությամբ գումարվեց Կոստանդնուպոլսի Սուրբ Ժողովը, որը նպատակ ուներ պայքարել ընդդեմ հոգեմարտների եւ ժամանակի այլ աղանդների եւ նաեւ խաղաղություն հաստատել եկեղեցուն։ Ժողովին մասնակից հայրերից մեկն էր նաեւ Սուրբ Գյուրեղ Երուսաղեմացին։ Այդ օրերին վախճանվեց Սուրբ Մելիտոսը եւ նրա փոխարեն ընտրվեց Իրանելի Փլաբիանոսը, իսկ Կոստանդնուպոլսի աթոռի համար, որից հրաժարվեց Գրիգոր Աստվածաբանը, ընտրվեց Նեկթարիոսը։ Սուրբ Գյուրեղը հերքեց իր բոլոր չարախոսների զրպարտությունները, որոնք իրականում հեռու էին ճշմարտությունից, որի համար բոլոր հայրերը միաբան հավանությամբ հաստատեցին նրան որպես իր աթոռի իրավացի ժառանգորդի։ Այնուհետև Սուրբ Գյուրեղը մի քանի տարի խաղաղությամբ առաջնորդեց իր հոտին, ապա 386 կամ 389 թվականին խաղաղությամբ ննջեց ի Քրիստոս, եկեղեցուն թողնելով ուղղափառ վարդապետության 100 ժառանգություն։ Եպիսկոպոսությունը վարեց գրեթե 35 տարի, որից միայն 19 տարիներին նստեց իր աթոռին, իսկ 16 տարիներն անցկացրեց աքսորներում եւ հալածանքների մեջ։ Կյանքի տևողությունը եղավ մոտ 70 եւ ավելի տարիներ։ Նրա թողած ժառանգության մեջ կարևորագույնը կոչումն ընծայության կամ հաղագաս երախայից աշխատությունն է։ Հայերեն թարգմանվել է 5-րդ դարում եւ առաջին անգամ տպագրվել 1727 թվականին Կոստանդնուպոլսում։ Հայ առաքելական Սուրբ եւ Ուղղափառ եկեղեցին Սուրբ Հայրապետի հիշատակը տոնում է տարին 2 անգամ՝ Մեծ Պահքի 3-րդ կիրակի նախորդ շաբաթօրը եւ հոկտեմբերի վերջին շաբաթ օրերը 12 վարդապետների շարքում։ Օրհնյալ է Սուրբ Գյուրեղ Հայրապետի հիշատակը։ Օրհնյալ է մեր բոլոր հայրապետների, մեր բոլոր սրբերի հիշատակը։ Փառք ամենասուրբ երրորդությանը, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։